Թեհրանը թույլ չի տա որևէ մեկին ոտնձգություն կատարել Իրանի եւ Հայաստանի սահմանին։ Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրանի պաշտպանության եւ զինված ուժերի աջակցման նախարարն է հայտարարում. Ռազմական մասիջ կարանք համարենք, որովհետև Իրանի ռազմական գործիչը չի անում քաղաքական հայտարարություն։ Բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն Սուրեն Պապիկյանի հետ Հայաստանում քննարկել է տարածաշրջանային հարցեր։ Նա տարածաշրջանային սահմանների տարածքային ամբողջականության եւ կայունության պահպանումն անվանել է Թեհրանի քաղաքականության անփոփոխ սկզբունքներից մեկը։ Նասիրզադեն հայտարարել է, որ Հայաստանը հատուկ տեղ է զբաղեցնում Իրանի հարևանության քաղաքականության մեջ։ Ինչքան էլ Իրանին վտանգ էսպառնա այլ մերձավոր արևելքից կամ այլ կողմից, հակառակ կողմից, Իրանը այդ տարածաշրջանում հարավային Կովկասում էլ շատ ազգայուն է եւ թույլ չի տալիս անգամ Իրանին թույլ վիճակ գտնվելով Հայաստանին սահմաններին վտանգ էսպառնի, որովհետեւ դա ուղիղ հարված է լինելու Իրանի անվտանգությունը։ Հարավային Կովկասում Իրանի դիվանագիտական եւ ռազմական ակտիվությունը մասնագետը պայմանավորում է նաեւ ԱՄՆ-ից ու Իսրայելից եկող սպառնալիքներով։ Իրանը փորձում է այդ ներկայացությունը, այդ իր դիրքավորումը հարավային Կովկասում ունենա, որ հակակշռի Իսրայելին, հակակշռի Թուրքիային եւ ինքը իր դիրքերը ավելի ամրացնի, որպեսզի այլ վտանգներ չի սպառնեն համ Հայաստանի համար, համ Իրանի համար։ Ավելի վաղ Թեհրանում Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ հանդիպման ժամանակ նախագահ Փեզեշքյանը նշել էր, որ Իրանը ցանկանում է պատերազմից եւ հակամարտություններից զերծ տարածաշրջան, բարեկամության ձեռք է մեկնել բոլոր հարևաններին ու ամրապնդում է հարաբերությունները նրանց հետ։ Հատկանշական է, որ Իրանի պաշտպանության նախարարի հայաստանյան այցին զուգահեռ օկուպացված Արցախում Ադրբեջանի հետ Իրանի զինված ուժերի հատուկ նշանակության ուժերը զորավարժանք են անցկացնում։ Զորավարժությունները անում է, որովհետև Արցախից պատերազմից հետո Թուրքիայի բազմաթիվ ահաբեկիչներ Սիրիայից տեղավորեց այնտեղ Արցախի տարածքում եւ դրանից ամենաշատ սպառնալիքները սպասում է այն տարածքից։ Դրա համար զորավարժությունը բնականաբար Իրանը անում է այն տարածքում։ Ապրիլի 9-ից 10-ը հայ-իրանական զորավարժությունները երկու երկրի ստորաբաժանումներն անցկացրել էին իրենց երկրների տարածքներում։ Մասնագետի կարծիքով ձևաչափն ընտրվել էր Ադրբեջանի, Թուրքիայի ու Ռուսաստանի տրամադրությունները ստուգելու համար։ Բացի այդ, Երևանը լավ հարաբերություններ ունի Եվրամիության ու Միացյալ Նահանգների հետ։ Իրան-Հայաստան զորավարժությունները եւ ռազմական գործողությունները, համագործակցությունները մինչեւ հիմա թաբու էին։ Այդ թաբուը գոդրելու համար սահմանափակ էր առաջին զորավարժությունները։ Ես կարծում եմ մյուս զորավարժությունները ավելի լայնազավալ կլինեն։ Հնարավոր է երկու երկրի միջև դուռ բացվի զենքի մատակարարումների համար։ Եթե Իրան եւ Միացյալ Նահանգների բանակցությունները հաջող հասնեն, դա շատ մեծ հնարավորություն է տալիս, որ մենք Հայաստան եւ Իրանը բաժամիջոցները եթե հանեն, Իրան եւ Հայաստանը նաեւ ռազմական ոլորտում էլ զենքի վաճառում էլ ունենան համագործակցություն։ Իրան-Ադրբեջան ու Իրան-Հայաստան հարաբերությունները տարբերվում են միմյանցից, ասում է իրանագետը։ Եթե Բաքվի հետ գործակցությունը նաև իսրայելական սպառնալիքը չեզոքացնելու նպատակ ունի, Երևանի հետ հարաբերություններն ավելի անկեղծ ու բարեկամական են։ Իզաբելլա Հովհաննիսյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։